Պարոն Գալստյան, գաղտնիք չի, որ կենտրոնական բանկի հիմնական գործառույթներից է գնաճի կառավարումը եւ այս համատեքստում մի կարևոր այսպես արձանագրում կա, որ ձեր տեսակետը անհրաժեշտ է լսել։ Հիմա տեսեք, նախընտրական, այո, տարին մոտենում է եւ վիճակագրության պետական մարմինը, որը վիճակագրություն պիտի ներկայացնի անաչառ, փաստորեն անցել է, կարծում եմ, հանձնարարությունների խիստ կատարման, թվեր են հրապարակում, որ ասում ամեն ինչ լավ էր, խանձր համներ վրա տվեց, հիմա թվեր են հրապարակում, որ նույնիսկ խնամքով չեն խաբում, էլի, արդյունքն շատ այտենց ագրեսիվ կերպով, ինչ եմ հարցը ձեզ տալի, որովհետև ձեր հիմնական գործառույթին առնչվում, հիմա տեսեք, ուրեմն 2025 թվականի առաջի կիսամյակում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 81,000-ից մի քանի 100 դրամով ավել էր։ Երրորդ եռամսյակում մեկ էլ որ խոսեցինք այդ մասին, որ դե այդ լավ չի, մարդկանց եկամուտները չի ավելանում, բան, թերևս ստացան հանձնարարություն եւ 3000 դրամով երրորդ եռամսյակում զամբյուղի արժեքը իջացրին։ Ձեզ ասեմ, մեթոդաբանություն չի փոխվել, ամեն ինչ մեթոդի մեջ նույնն է մնացել, բայց ես որ նայում եմ այս ժամանակագրությունը, այդ ապրանքները, որոնք մտնում են այդ խմբի մեջ, այդտեղ կան այս կամ այն չափով գնաճ, միջին գնաճել է եղել, այսինքն գները այսպես ավելացել են եւ այս ապրանքատեսակներում էլ արձանագրվել է որոշակի գնաճային միտում։ Հիմա մի հատ այս դիլեման գոնե փորձեք դուք բացատրեք, որովհետև ի վերջո այդ ցուցանիշները ձեր համար թիրախ են, այսինքն դուք կառավարում եք նաև այդ ցուցանիշները կամ հիմնականում այդ ցուցանիշները, եթե այդտեղ մեղմ ասած խապկանք կա, սուտ կա, բան կա, այդտեղ կարող է այդ կառավարումն էլ դրանից թերևս դուժի։ Շնորհակալություն հարցի համար, եթե անկեղծ ես այդ մինիմալ սպառողական զամբյուղի թվին չեմ հետևում, ես կարամ նայեմ, մի հատ հետո ձեզ հետ կապվենք, խոսենք։ Ինչ վերաբերում է մեր կողմից կառավարվող գնաճի, ինքը համընդհանուր զամբյուղն է, որը ըստ էության 12 ամսյա կտրվածքում ունի 3.7% աճ, որը մեր թիրախից որոշակի եսպայդրության բարձր է, որովհետև հիշում եք, մենք թիրախը 4-ից իջեցրել ենք 3, բայց մեր գնահատականով ինքը բացառապես պայմանավորված է առաջարկի գործոններով եկող ֆակտորներով, այսինքն որոշակի սննդամթերք, որը նաև ենթադրում եմ ավելի մեծ կշռով մտնում է նաև այդ մինիմալի մեջ, դրա համար պետք է նայել երկու զամբյուղները համեմատել իրար հետ, տեսնել այնտեղ կշիռները ոնց է, որտեղ այնտեղ կշռման հարցեր ա լինելու, էլի մասնագիտական։ Երկրորդը ինչ կուզեի նշել, մենք որպես կենտրոնական բանկ, քանի որ գնաճի կառավարման տեսանկյունից առավել կարևորում ենք պահանջարկով եկած գնաճը ու աշխարհում տենց, այսինքն կենտրոնական բանկերը միանգամյա գնաճին չեն արձագանքում, այսինքն վարունգի գինը մի տարի թանկացել է, դրա դիմաց դու տոկոսադրույք չես բարձրացնում, այլ բարձրացնում ես այն դեպքում, երբ որ մարդիկ հարստացել են, իսկ ապրանքային ծածկույթը համարժեք չի աճել։ Այդ պարագայում մենք մի հատ ցուցանիշ կա, որին հետևում ենք, ավելի շուտ երկու, կոչվում են sticky price-եր, այսինքն այն գները, որոնք որպես կանոն չեն փոխվում տարիներ կամ տասնամյակ շարունակ, ու ծառայությունների գները։ Այդ երկու գները պանդեմիայից հետո ու ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում իրանք բավականին բարձրացել էին արտաքին պահանջարկով պայմանավորված, բայց պիտի նշեմ, որ վերջին տարվա ընթացքում այդ գները եւս էապես իջել են ու իրանց աճի տեմպը կայունացել է 2%-ի շրջանակներում։ Ինչ վերաբերում է զամբյուղին, մի հատ կնայեմ ձեզ հավելել կասենք։ Ինձ էլ ասեք, ամեն կարծում եմ օգնենք վիճակագրության կոմիտեին այս վիճակից դուրս գա, գիտեմ քաղաքական ճնշումները մեծանում են, մարդը պիտի թիվ նկարի, որ այդ թիվը հաճելի լինի քաղաքական մեծամասնության համար, բայց դե մասնագիտական կառույցը օգնենք մի քիչ գոնե այդ նկարելու ժամանակ շատ այտենց տգեղ բաներ չլինի, այս օգնենք իրանց, բայց հիմա մի հատ էլ հարց կա, ես այցելում եմ նաև տարբեր համայնքներ, գյուղական բնակավայրեր, տեսեք, ուրեմն բավականին մեծ խոսույթ կա հիմա, որ անցնում ենք անկանխիկ շրջանառության եւ բոնուսները նախատեսված այդ անկանխիկ շրջանառության համար եւ այլն եւ նախատեսվելու է, սա կարևոր թեմա է, բայց գանք գետնի վրա
Նա բավականին շատ գյուղական համայնքներ կան, որոնց բնակիչները օրինակ ուղիղ ինձ արձագանքել են, որ ասենք որևէ բանկ այդտեղ բանկոմատ չունի, ենթադրենք, կամ այդ տարածքում չկա։ Եվ մարդիկ այդ կոնկրետ մարդիկ են եւ հիմա չասեմ 10-20-ը շատ է թե քիչ, բայց կոնկրետ այդ մարդիկ բողոքում են, ասում են մենք որպեսզի կարողանանք քարտով մեր թոշակը կամ աշխատավարձը եւ այլ նաեւ կանխիկացնենք, ստիպված մեծ ծախս ենք անում 3000, 5000 դրամ, որպեսզի կարողանանք, ասենք 20-30 հազար դրամ կանխիկացնենք։ Սա խնդիր է, ինչպես եք մտածում այս շուրջ, որտեղ դա նաեւ ձեր տիրույթն է։ Ըստ էության քաղաքականության տեսանկյունից երկու ճանապարհ կա։ Կամ որովհետև ինքը բիզնես է, չէ՞, ըստ էության եթե դու բանկոմատ ես դնում, ինքը պիտի արդարացված լինի բիզնես տեսանկյունից։ Մենք որոշակի համայնքներում, որոնք որ սահմանամերձ են բանեն, օգնել ենք, փորձել ենք ինչ-որ լուծումներ գտնել այդ մեկ, բայց այդ ոնց որ ինստիտուցիոնալ լուծում չէ։ Ինստիտուցիոնալ լուծումը անկանխիկի ավելացումն է։ Այսինքն այդ գյուղական համայնքներում իրանց կարիքները բավարարելու համար խանութներում իրանք պիտի վճարեն անկանխիկ եղանակով։ Դե ժամանակ է ուզում, բայց այդտեղ բանկոմատ դնելն էլ որոշակի ժամանակ է տանելու։ Դրա համար ասում եմ ինստիտուցիոնալ խնդիրը իմ պատկերացմամբ այդ անելն է, որովհետև փոքր գյուղերում, որտեղ կա մի քանի 100 բնակիչ ու ենթադրենք կանխիկացումը տեղի է ունենում ամսական մի անգամ, երբ որ թոշակ են ստանում, այդտեղ տանել հսկայական ներդրում անել այդ բանկոմատը դնել մի քիչ տնտեսական տեսանկյունից կարող է արդարացված չլինի։ Շնորհակալություն։